Ստրասբուրգի դատարանը անընդունել է ճանաչել Վրաստանի գերագույն դատարանի դատավորների անկախության եւ անաչառության հարցի վերաբերյալ ներկայացված բողոքները Փիրց Խալավան ընդդեմ Վրաստանի, ինչպես նաեւ Գոգինաշվիլին ընդդեմ Վրաստանի։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիսվել է Արդարադատության նախարարության կողմից հիմնված իրավական դիրքորոշմամբ եւ բողոքներով համապատասխան ապացույցներով։ Երկրորդ օրն է, ինչ գնահատականների թեմա է Եվրախորհրդարանի կողմից ընդունված թափանցիկության նոր կանոնները, որոնք տարբեր կերպ են գնահատվում Վրաստանի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների կողմից։ Երեկ Եվրախորհրդարանի ներքին շուկայի եւ սպառողների պաշտպանության հարցերով հանձնաժողովը աջակցել է երրորդ երկրների կողմից ներդրված լոբինգի թափանցիկության նոր կանոններին, որոնք պետք է պաշտպանեն Եվրամիության երկրները հնարավոր արտաքին ազդեցությունից։ Այս որոշումի իշխող թիմը գնահատում է որպես կրկնակի ստանդարտ, որը նշվում է, որ հենց թափանցիկության մասին օրենքի պատճառով է, որ եվրոպացի բյուրոկրատները բազմաթիվ անհիմն մեղադրանքներ են հնչեցնում Վրաստանի դեմ։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, նրանք կարծում են, որ Եվրամիության կողմից նախաձեռնված թափանցիկության մասին օրինագիծը որևէ կապ չունի Վրաստանում ընդունված ռուսական օրենքի հետ։ Եվրոպական խորհրդարանում քննարկվող օրինագիծը վերաբերում է վճարովի լոբինգի, որի նպատակն է ազդել Եվրամիության քաղաքականության վրա, բայց չի վերաբերում կառավարության դիվանագիտական, լրատվամիջոցների, իրավական եւ ակադեմիական գործունեությանը։ Բացառություն է կազմում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորումը, որը կապված չէ լոբինգի հետ։ Բասկետբոլիստին ուղղված ծաղր եւ վիրավորանքներ կամ արժանի խոչընդոտներ։ Գեորգի Շերմատինի ելույթին Ուկրաինայի հետ երեկվա խաղից հետո հաջորդեցին հանրային գնահատականներ։ Գեորգի Շերմատինի իր վերջին խաղը անցկացրեց հայրենիքում ազգային հավաքականի կազմում եւ հրաժեշտի խոսքով դիմեց երկրպագուներին։ Վրացի բասկետբոլիստը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին աջակցության համար եւ մաղթեց ազգային հավաքականին հաջողություններ ապագայում։ Իր ելույթում նա նաեւ շնորհակալություն հայտնեց Վրաստանի պետության եւ կառավարության ղեկավարին բասկետբոլի հավաքականին ցուցաբերած օգնության համար, որին եւ հաջորդեցին քաղաքական գնահատականները եւ դժգոհությունները։ 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ խմբակային գործողությունների համար դատապարտված 11 անձանց դատավարությունը հետաձգվեց մինչև հունվարի 20-ը։ Դատավարության հետաձգման պատճառը մեղադրյալներից մեկի Գուրի Միրցխուլավայի եւ նրա փաստաբան Օմար Փուրցելաձեի չներկայանալն էր։ Փաստաբանները նաև խնդրել են փոխել դատարանի դահլիճը եւ նշել, որ դատապարտյալները ստիպված են մնալ անմարդկային պայմաններում։ Այսօր ընդդիմության մի մասը հայտարարում է լայնածավալ ցույցի մասին ուղիղ 1 տարի անց այն բանից հետո, երբ կառավարության ղեկավարը օրակարգից հանեց մինչև 2028 թվականն Եվրամիության անդամակցելու բանակցությունների մեկնարկը, ընդդիմադիր սպեկտրի մի մասը պլանավորում է անցկացնել պարբերաբար բողոքի ցույցեր։ Նրանց խոսքով նպատակն է հանրությանը եւ կառավարությանը ցույց տալ, որ բողոքի ցույցը ոչ մի տեղ չի անհետացել եւ անընդմեջ շարունակում են 1 տարի շարունակ։ Նշված նախաձեռնությունը ընդդիմության ներսում պառակտման պատճառ է դարձել։ Գեորգի Գախարյայի կուսակցությունը չի մտադրվում միանալ այսօրվա ցույցին եւ որպես պատճառ նշում է ազգային շարժման անպատասխանատու գործողությունները։ Ուկրաինայի ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն խուզարկություն է անցկացնում Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակում։ Անդրեյ Երմակը ինքը հաստատում է տեղեկատվությունը։ Սոցցանցում գրառում է, որ Երմակը գրել է, որ ոչ ոք չի խոչընդոտել դեպքի վայր ժամանած քննիչներին։ Նա ասել է, որ համագործակցում է իրավապահ մարմինների հետ եւ կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի աշխատակիցներին տվել է լիարժեք մուտք դեպի տուն։ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյա արշավի շրջանակներում Թել Ավիվում տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի կանանց եւ երեխաների հարցերով ժամանակավոր հանձնաժողովի արտագնան նիստը։ Միջոցառումը տեղի ունեցել Թել Ավիվի պետական համալսարանում, որտեղ մունիցիպալիտետի դպրոցների եւ մանկապարտեզների ուսանողները, դասախոսները, ուսուցիչները եւ դաստիարակները վերապատրաստվել են ընտանեկան բռնության եւ կանանց եւ աղջիկների նկատմամբ առցանց բռնության թեմայով դասընթացները։ Դասընթացը վարում էր ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների դեպարտամենտի ներկայացուցիչը։
Արվարձանային Սամգորի Մոսկովյան պողոտայի 16 հասցեում 3200 քառակուսի մետր տարածքում կազմակերպվում է հանգստի գոտի, որտեղ ապամոնտաժվել են 22 անօրինական ավտոտնակներ և ցանկապատներ։ Նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է 450 000 լարի։